եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Լյուբա Խաչատրյանը։ Կարծում եմ հիմա ուշադրությունը մեծ է պարոն Ալեքսանյանի նկատմամբ, որովհետեւ ցուցակով հասել է այն պահ, եթե ինչ որ մեկը հանրապետականից գնաց, դուրս եկավ մանդատը դրեց կամ գնաց պաշտոնի, իսկ հիմա քանի որ կառավարությունում փոփոխություններ է սպասում, պարզ է, որ այն ամենը ինչ որ տեղաշարժ կնի եւ պարոն Ալեքսանյանը կհայտնի ազգային ժողովում գայտնեք նոր կշնորհավորենք պարոն Ալեքսանյան, իսկ հիմա հասնենք մեր բուն թեմային, դե սպասելիքն է բոլորիս ուշադրությունը դեպի կառավարություններ, արդեն կառավարության ղեկավար ունենք, հանրապետական երևի թող գնահատի, ինչ ղեկավար ունենք, ինչ ակնկալիքներով, ինչ սպասումով, հետո ԲՀԿ-ն կանդրադառնանք, խնդրեմ պարոն Ալեքսանյան։ Բնականաբար նոր վարչապետ, նոր կառավարություն կան ակնկալիքներ, հատկապես այսօր եւ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է եւ անկեղծ ասեմ մենք եւ վարչապետից եւ նոր կառավարությունից հանրապետական կուսակցությունը նոր ակնկալիքներ ունի դերությունը վիճակը բարելավելու ավելի լավ եւ սկսած գործողությունները կառավարության հասնելու ավելի արդյունավետ այդ ծրագրերը իրականացնելու այս երկու հարց, հետաքրքիր է նախագահը երբ որ հանրապետականի խորհրդի նիստում ներկայացրել էր նոր վարչապետին, երկու ուշագրավ բան կա։ Առաջինը, որ չպետք է լինի այսուհետ կաշառակերություն կոռուպցիա, սա նշանակում է ինչ է անցյալում կար եւ եթե կար, ապա ով պիտի դրա համար պատասխան տա։ Եվ երկրորդ հարցը այնտեղ հայտարարվել էր, որ ազատ գործելու հնարավորություն է ունենալու եւ նշանակումների արդյունքում եւ գործելու։ Սա նշանակում է, որ նախկին կառավարության ձեռքերը կապված են եւ ազատ գործելու հնարավորություն չուներ։ Իհարկե ոչ, եւ սխալ է հասկացել ես եմ անդրադառնալ նախագահի ասածը, խոսքը գնում է շատ ավելի ուշադրությունը եւ կաշառակերության հետ կապված, հատկապես կաշառակերության հատկապես պետական բյուջեի հետ կապված, որ վերահսկողությունը նախագահի կողմից վերահսկող կազմակերպությունների կողմից շատ ավելի ուժեղացվելու է, որտեղ բոլորս բարձա գիտենք մենք, որ կան երևույթները։ Եղել է այդ բառը կարելի է ենթատեքստում հասկանալ շատ ավելի, բառը ասել է շատ կարճ, որ ուժեղացվելու է հսկողությունը, հատկապես նախագահի աշխատակազմի, վարչապետի հսկողությունը այդ երևույթների նկատմամբ խոսքը սրա մասին է։ Միանգամից հարց ունեիք արդեն թե ասա դառնալու եք կապված, ինչ ասել գնալու եք, համաձայնվելու եք գնալ եւ ինչ հարցերի եք առաջնահերթ ուշադրություն դարձնելու։ Բնականաբար այդ պատգամավոր դառնալը դա կուսակցության խնդիրն է։ Ես եղել եմ պատգամավոր եւ այսօր էլ։ Երկու անգամ չէ՞ կարծել։ 3-4 անգամ։ Երկու անգամ մեծամասնական, երկու անգամ համամասնական վարժադում եւ դա բնականաբար ցանկությունը կա, ասեմ դա ազգային ժողովում աշխատելու եւ շարունակելու այն գործը, որ ես ազգային ժողովում աշխատանքը ճիշտ ասած շատերը պատկերացնում են ամբիոններում ավելի շատ խոսել, ես պատկերացնում եմ ավելի շատ, հատկապես հիմա այս պարագայում այս իրավիճակում ավելի շատ աշխատել հանձնաժողովներում օրենսդիր գործունեությամբ, ավելի քիչ խոսել, ավելի շատ աշխատել, ավելի շատ կոճակ սեղմել, այսինքն քվեարկությունների մասնակցել։ Եվ ճիշտ է, որտեղ շատ խոսողը կարող է այստեղ, սենց տեղերի խոսի։ Ինչ է նշանակում հանրապետական շատ խոսողը կրճատել։ Չէ, խոսքը այժմ մասին է։ Չէ, շատ խոսելու ես երևի էլի ճիշտ հասկացվի ասեմ ձեզ։ Խոսքը այդ ամբիոնը ավելորդ տեղը օգտագործելու, զբաղացնելու մասին է խոսքը։ Այդ ամբիոնը բացի օրենսդիր ամբիոնը, այդ ամբիոնից ավելի շատ քննարկումների պիտի մասնակցել, իսկ երբեմն մենք չարաշահում ենք եւ պատգամավորներ եւ այդ ամբիոնից պոպուլիստական, չգիտեմ, քաղաքական հարցեր, որոնք լավ, ասվում է, որ պետք է բոլորի կողմից ընդունելի թեկնածու լինի, քանի որ հիմա արդեն ունենք, հիմա ԲՀԿ-ն էլ կասի, ՀՀԿ-ն էլ ընդունելի թեկնածու է, դե պարզ է, որ ՀՀԿ-ն Դե բնականաբար ՀՀԿ-ի կողմից ընդունելի թեկնածու է, ունի կենսագրություն, ունի կազմակերպչական ջիղ, աշխատել է մեր հետ, հատկապես ես մենք աշխատել ենք միասին Արարատի մարզում, ես կարծում եմ, որ նոր
վարչապետը Հովիկ Աբրահամյանը ունի բոլոր հնարավորությունները այսօր դրությունը շտկելու, ես ասում եմ ոչ միայն ասելու համար, իրոք եւ կազմակերպչական եւ աշխատանքի փորձ եւ հեռատեսություն, ամենայն դեպս ես կարծում եմ, որ դրությունը ճիշտ էր եւ անպայման մենք արդյունքը կզգանք։ Բաչասի տեսակետը իրենց համար էլ ընդունելի էր թե չէ ԲՀԿ-ի համար եւ առհասարակ այդ թեմային հետո դուք առիթ ունեցել եք անդրադառնալու թե չէ, այսինքն ԲՀԿ-ն մի ոճով է աշխատելու թե չէ, նման հարց քննարկվելու թե չէ, երեք արդեն հստակ էր որ կոալիցիա չի գնալու, ուրեմն ինչ կերպ է աշխատելու նույն քննադատությամբ թե ինչ որ առումով ընդունելի տարբերակ է ԲՀԿ-ի համար, խնդրեմ։ ԲՀԿ-ում անձերի խնդիր չի դրվել, չի քննարկվել, մեզ հետաքրքրում է այն ծրագրերը եւ ծրագրերի իրականացման հետամուտ լինելը առաջնայերտ, որովհետեւ կապ չունի ով կգա, կարողանա կազմել ծրագիր եւ հետամուտ լինել այդ ծրագրերի իրականացմանը։ Խնդիրները շատ են, որոնց մասին մենք իրոք բարձրաձայնել ենք ամբիոնից, մինչ վարչապետի փոփոխությունը չեն թաքցրել մեր մտահոգությունները, քննադատել ենք, քննադատությունը մեզ համար ինքնանպատակ չի, կլինի ծրագրի իրականացում, կտան գնահատական, առայժմ մենք գնահատական չունենք։ Շատ ծրագրեր ճիշտ եք ասում, ծրագրերի մեծ մասը մնում են նույնը, բայց այդ ծրագրերում գրվածը երբեմն գրվում էր մի բան, կատարվում էր մեկ այլ բան։ Պարզապես հետամուտ չեն լինում հիմնականում ծրագրերի իրականացումը։ Լավ, հարց եմ տալիս ակնկալելով կարող է անել, թե ոչ։ Ես էլ եմ գտնում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր։ Թույլ կտան, թե ոչ, դա երկրորդ խնդիրն է, կապրենք կտեսնենք։ Կարող եք ասել, հիմա սա, երբ որ ասում են ընդունելի տարբերակ է լինել Հովիկ Աբրահամյանը այդ տարբերակն է, թե կդժվարանաք ասել։ Թե կամ շուտ է ասել, չգիտեմ։ Իր աշխատանքային գործունեությունը ցույց կտա։ Այո, ընդունելի է այնքանով, որ նա կարողանում էր խորհրդարանում ինչ որտեղ էր սուր անկյունները հարթել իր մոտ ստացվում էր, այսինքն ուներ կազմակերպելու, համոզելու ունակություն։ Ես նորից եմ կրկնում, ունի նաև ճգնաժամային մենեջերի հատկություն, աշխատել է, փորձ ունի։ Այսօրվա իրավիճակն այնպեսին է, որ ակադեմիական գրքեր կարդալը եւ այդ կարդացած լեկցիաներից ցիտատներ բերելը բերեց հասցրեց պարզապես այս վիճակի։ Դա բավարար չէ։ Պետք է փորձ ունեցող, կյանքի փորձ ունեցող, որը համադրվի գիտելիքի հետ եւ ներդրվի տնտեսության Դուք ասեցիք ճգնաժամային իրավիճակի, ինչու այս փուլում ԲՀԿ-ն իր ուժերը ողջ պոտենցիալը չի ներդնում երկիրը այս իրավիճակից հանելու։ Դաշնակցությունը կարծես թե մտածում է, չէ՞, դեռ մտնում է, բայց ԲՀԿ-ն հստակ էր այս հարցում։ Մենք տեղյակ ենք, որ տնտեսական խնդիրների հետ կապված համաժողով արեցին, գիտնականներ էին հրավիրել եւ արտերկրից եւ երկրի ներսից քննարկումներ, քաղաքական 4 ուժերը կարծում են իրենց ծրագիրը կներկայացնեն, դա արդեն ներդրում է երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելու կընդունվի թե ոչ, դա արդեն երկրորդ, եթե չընդունվի ինչ կարող ենք անել, կշարունակենք ապրել այնպես, կշարունակենք ելույթներ այնպես, ինչպեսին մեջ այսօր էր։ Նշանակման հետ կապված կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումով առաջին հերթին խնդիր է դրվել կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը։ Այդպիսի խնդիր կա, կամ արդյոք մինչև այդ ազատեր հիմա կապել են։ Եթե այս հարցի լրացնող հարց կա, թող հնչեցնեն, լավ չի, ասի պատասխան։ Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ ձևով կարող է կապել Բարգավաճ Հայաստան կուսակցության ոտքն ու ձեռքը։ Մեր ոտքն ու ձեռքը կարող են կապել իրենց լավ գործողություններով եւ այդ գործողության արդյունքները տեսանելի դարձնելով։ Այդ դեպքում էլ չեն կարող կապել, որ այդ դեպքում մենք ավելի կմասնակցենք այդ գործընթացներին։ Պարոն Ալեքսանդր, դուք նշեցիք, որ Հովիկ Աբրահամյանը եկել է վիճակը շփվելու, վարչապետը հիմնական որտեղ է սայթակել նախքին, հա, եւ կարող է գլխավոր ձախողում ասել, երկուսին է վերաբերում, հա, ձեզ նույնպես պարոն Խաչատրյան եւ Հույդայի կոալիցիան մտնեցել հրաշալի քարտեզի չափ։ Թող պարոն Ալեքսանդր։ Ուրեմն ասեմ, իրոք դա շատ կարևոր հարց է, որտեղ մենք մի կողմից չի հասկացվում, եթե ուրեմն
Նոր խոսվեց ծրագրերի մասին։ Իրոք հանրապետական կուսակցության եւ նաեւ կառավարության ծրագրերը դրանք չեն կարող տարբերվել։ Նախկին կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերը դրանք հիմքում եղել են նախագահի նախընտրական ծրագրերը, կուսակցության ծրագրերը եւ այդ նույն ծրագրերը պիտի շարունակվի։ Ինչի փոխվեց, չէ, հարցը ավելի կոնկրետ, ինչի փոխվեց վարչապետը, եթե այդ նույն ծրագրերը շարունակվում։ Ուրեմն Տիգրան Սարգսյանը աշխատում էր եւ հանրապետական կուսակցությունում այն կարծիքին չեն, որ Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատել։ Այլ բան է, որ որոշ տեղերում գործի հետ կապված, իրավիճակի հետ կապված, մենք բոլորս գիտենք ժամանակաշրջանը, այդ ճգնաժամային բան եւ դա միշտ չի որ ճակերտների մեջ կարելի ասել։ Իրոք դա աշխարհում եղավ եւ այդ ճգնաժամը մեծապես ազդեց այն թվերի վրա, եթե մենք թվերով ենք բնութագրում տնտեսությունը, որոնք այսօր գոյություն ունեն։ Բայց դա չի նշանակում, որ չի աշխատել եւ ես այն կարծիքին չեմ անձամբ։ Եվ սա ասում եմ ոչ միայն կուսակցության կարծիք, այլ նաեւ իմ կարծիք, որ Տիգրան Սարգսյանը չի աշխատել։ Եթե մամուլում էլ հրապարակվեց, եթե վերցնենք մատերի հրաշք, շատ ծրագրեր ստեղծվել են նոր, հատկապես այն ծրագրերը, որոնք մտավոր, ինտելեկտուալ բնակավարներն են եւ սա ոչ ոք չի կարող շղթել։ Բայց գոյությունը քաղաքականությունը գիտեք, լոկ դա հիմնարկ չի, լոկ որ հաշվենք թվերով։ Մենք պիտի հաշվի առնենք, որ դրա զուգահեռ բաղադրիչներ կան եւ ժողովրդավարության եւ մյուսի անկախ դրանից գնահատականների նույնիսկ նայեք ուտե մի քիչ ոչ քաղաքական բան եմ ասում, թե ոնց է աշխատել մարդը, եթե կա հասարակական կարծիք, այսօր կուսակցությունը հանրապետության նախագահը կա, չէ, Մարգարիտ Թետչերի մասին են ասում, եթե 1000 մարդ հավաքվի ձեր դրան մոտ ինչ կանեք, ոստիկանությամբ ասում հեռացնենք, եթե 10,000-ը կլսենք իրանց, եթե 100,000-ը ինչ կասեն, այդ մարդիկ մենք կանենք։ Ուրեմն եթե կար հասարակական կարծիք, ես կարծում եմ նաև այդ հասարակական կարծիքի հետ էր կապված։ Կամ մենք լավ չենք աշխատել։ Ձեր խոսքը, որտեղ ընդամենը 1 տարի առաջ, երբ որ նոր այս կառավարությունը նոր կազմվեց, նախագահը ընդհանուր առմամբ դրական գնահատեց եւ նորից վերանշանակեց, այս այնպես չէ որ հասարակական կարծիքը այն ժամանակ մի ավելի բան էր։ Մաժար, ուրեմն չէ։ Չէ, այսինքն դու հասարակական կարծիքին լսում ես, չէ։ Հասարակական կարծիքը նշանակություն, ես չեմ ասում նրա հիման վրա է արվում ամեն ինչ, բայց հասարակական կարծիքը որը Ամենադեպս դրական գնահատվեց, հետո 1 տարի հետո երբ որ նշանակում եղավ։ Հիմա էլ է նրա աշխատանքը։ Ուրեմն հիմա էլ լրիվ բացական չի գնահատվում երկրորդ։ Ծանր վիճակում է տնտեսությունը։ Տնտեսությունը իրոք ծանր վիճակում է, բայց ուրեմն ներողություն, դրանք տարբեր բաներ են, Անջելա։ Խոսքս վերջացնեմ։ Ուրեմն իրոք այսօր տնտեսությունը լավ վիճակում չի, բայց պատճառները չպիտի փնտրենք մենակ կառավարության եւ վարչապետի մեջ։ Ուրեմն սա ճիշտ բան չի։ Նկատի ունենալով մեր համակարգը, կառավարման համակարգի նկատի ունենալով ստատուսը եւ այլն։ Եթե կոալիցիայի հետ կապված հարցն հարցին պատասխանեմ, ես ինձ համար անհասկանալի է բարձրապես սայթակել բառը։ Սայթակում են սառույցի վրա կամ բանանի կճեպի վրա։ Ինչ է նշանակում վարչապետը սայթակել։ Այսինքն երբ բիոզուգարաններ էր գնում, վարչապետը չէր հասկանում, որ կարելի է այդ 140,000-ը ուղղել, ասենք, Վարդենուտի ջրամբարի 70,000-անոց ջրամբարի կառուցմանը, որը մի քանի գյուղ կարող էր ոռոգել։ Կամ երբ 17 միլիոն գյուղատնտեսական հարցերով լեկցիա են կարդում, թե ինչպես կովիդը ծերը լվալ, միթե չէր կարելի մտածել կամ դժվար էր մտածել դրա համար ակադեմիական կրթություններ պետք չէ, որ 17 միլիոնը եթե մենք ավելացնեինք սուբսիդավորված վարկերը գյուղատնտեսության ոլորտում, որը այսօր մոտավորապես 600-700,000 է կազմում, պատկերացնում եք 20 անգամ եթե դա կարելի էր ավելացնել սուբսիդավորված վարկերը, եւ այսօրվա մեկ գյուղացին ընկնող այդ ցածր վարկերը, որ մոտ 6-7,000 դրամ են կազմում, միանգամից կկազմեին 140,000, որը զգալի կլներ յուրաքանչյուր տնտեսության համար։ Սա սայթակել չի։ Սա մարտավարություն էր, անհասկանալի ճակերտավոր մարտավարություն էր եւ կարծում եմ այս կառավարությունը իր առաջիկա ծրագրերում, մոտակա ծրագրերում այս ամենը հաշվի պիտի առնի եւ բյուջեում փոփոխություններ մտցնի բոլոր այն հարցերում, որը քննարկման ժամանակ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները եւ մյուս քաղաքական ուժերի պունկտ առ պունկտ բարձրացնում էին, թե միթե սա առաջնային է նման ծախսը,
Սա պետք է վերանայվի, առաջի քայլը պետք է լինի այս կառավարության, հասկանում եք, որ նորից չգնանք հետագայում չենք փիլիսոփայել, ինչու է սրա համար ծախսեցինք, նորից եմ կրկնում, որ մեկը կարող է համոզվի, թե առաջնային է գյուղատնտեսական սուբսիդավորված վարկը։ Քարյակի ճակատագիրը, թող ասի քարյակի ճակատագիրը։ Շատ են ասում են ճակատը։ Հեսա դաշնակցությունը կմտնի կոալիցիա, Ես չեմ կարծում նախ, որ ճակ է տվել, ճակ չի տվել, բառեր օգտագործեմ, որ ավելի բնորոշիչ լինի, ավելի սիրուն լինի։ Նախ կապրենք կտեսնենք, ինչ է նշանակում ճակ։ Այսօր նախ դուք երբ մեկը մյուսից առաջ եք դնում երևույթները, նման հարցեր են ծագում ձեր մոտ։ Ինչ է նշանակում, այսինքն ժողովրդին կտանի, թե ոչ, ժողովրդին քարյակը չի տանում։ Ժողովուրդն ընտրել է քարյակին իր ձայնը բարձրացնելու, որ մենք համաձայն չենք այս կառավարության հետ, որ մենք պահանջում ենք այս կառավարության հրաժարականը, դա պատկանել էր այս քարյակին ասելու դա, հասկանում եք, եւ մենք ասացինք չէին հավատում, եթե չհավատային ժողովուրդը ինքը կասեր ամսի 28-ին, հասկանում եք, եթե այս քարյակը չլինի ժողովրդի խոսնակը, կլինի եռյակը, կլինի երկրյակը, կամ կլինի մեկ որևէ անձ, բայց ժողովուրդը բան ունի ասելու այս իշխանություններին, այսօր ասում է քարյակի միջոցով, կլինի քարյակ, չի լինի դա ժողովրդին շատ քիչ է հետաքրքրում։ Եվ ոչ մեկ թող իրեն դրոշակի չհամարի ժողովրդի առջևից գնացող։ Հենց ժողովուրդը գլուխը շուռ տվեց ավելի վատ կլինի։ Ասացված ասում է ժողովրդի գլուխը շուռ տվի հիվանդներն են դեմ հայտնվել։ Ինչ Առաջի քայլը կատարվել է, կարծում եմ կառավարությունը ժամանակ է պետք տալ։ Կառավարությունը ժամանակ է պետք տալ ոչ երկար։ Մի քանի ծրագրեր, մոտակա մշտաժամկետ հեռական, վերջ պիտի լինի։ Ամեն օր պետք է որոշում կայացվի այս կառավարությունի իր առաջի օրվանից, այն դեպքում կարելի է ժամանակ տալ։ Երկուսի դա հարցը։ Կարծիքա որ Հովիկ Աբրահամյանի այս վարչապետ նշանակը պարալելապես լուրջ ակնկալիքներ պետք չունենան, որովհետև նույն թիմն է, նույն ՀԿ-ն, նույն իշխանության ծրագիրն է։ Կխնդրեի երկուսից էլ ասել։ Ուրեմն այս կարծիքին չեմ, ուրեմն մարդուց, որոր դեպքերում ամեն ինչ չի կախված, բայց մարդուց շատ բան է կախված, հատկապես այսօր մեր իրավիճակում, ընդհանուր առմամբ դուք ճիշտ եք, որ ծրագրերը իրականացնելու համար մեկ մարդը, դա ինչքան էլ հզոր լինի, չի կարող ինչ-որ բան փոխել, որովհետև ստեղծվել են կառավարման մեխանիզմներ եւ դա շարունակվում է, բայց մարդուց կախված է շատ բան, ես էլ որ ասեմ, չգիտեմ, հրաշքների ենք սպասում, մի անգամից հրաշքներ չեն լինի, բայց մարդուց կախված է բան, եւ ուզում շարունակեմ իմ ասածը, որ գիտեք ծրագրերը իրականացնելիս աշխատող մարդը կարող է նաեւ սայթակել չօգտագործենք սխալվել, ուրեմն չկա մարդ։ Այսօր եթե մենք 98 թվականից կամ դրանից առաջ ուրեմն չկա մարդ, որ աշխատանքում չսխալվի։ Հնարավոր է նաեւ ամփոփությունը եւ դա սխալն է եւ դա իր ազատությունը սխալ յոզուկարանը սարի ջրամբար կառուցելու Ես շարունակեմ ասածը, ուրեմն իրավիճակներ կան, որ իրոք հատկապես որ ասում եք մարդ թե ծրագիր, ուրեմն իրավիճակներ կան, որ մարդկային գործոնը շատ կարևոր է։ Կարող է իրոք ճգնաժամային իրավիճակում, եթե լիներ մեկ այլ վարչապետ, ավելի փորձառու վիճակը այլ լիներ։ Ուրեմն ընդհանուր առմամբ ոչ, բայց իրավիճակներում, էքստրեմալ իրավիճակներում, ճգնաժամային իրավիճակը դա էքստրեմալ իրավիճակը չի բացառում, որ ավելի փորձառու մարդը տնտեսության մեջ լիներ։ Ձեր մտահոգությունը ես հենց դա իմ կարծիքով հենց դա իր վրիպումներից մեկն է, որ ինքը չէր հեռադես չէր եղել եւ չէր զգացել որ կառավարություն։ Հիմա մյուս հարցը ոնց է։ Ես ուզում եմ ասել, այդ բոլոր դժգոհության ալիք առաջացած ծրագրերը ձեր ծրագրերի մեջ է որ վարչապետը իրականացրել։ Վարչապետը ծրագրերը իրականացնելուց վրիպումները թույլ տվեց, սա այլ հարց է։ Սա այլ հարց է։ Կուտակայինը դա ծրագիր չի։ Եկեք շփոթենք գլոբալ նպատակ, ուրեմն կուտակայինը դա շատ կարևոր հարց է, շատ ժողովրդի մեծ շերտերի հետ է կապվում, բայց դա ծրագրային հարց չի, եկեք ճիշտ հասկանանք։ Եվ թե ոնց կվերջանա կուտակայինի հարցը քննարկումներում, սա երևա, խոսքը ուրիշ բանի մասին, ավելի լայն հասկացողության մասին է, որ էքստրեմալ իրավիճակներում փորձառու մարդկային գործոնը, որ դուք ասացիք, իրոք շատ կարևոր է։ Դա կլինի պատերազմական վիճակ, ճգնաժամային վիճակ, չգիտեմ, դա ուրեմն փորձառու մարդը բնականաբար էքստրեմալ իրավիճակներում ավելի հեռատեսորեն է գործում, որտեղ նա փորձ ունի, որտեղ դա
Եվ այս հանգամանքը նաև, եթե մենք այսօր ասում ենք Հովիկ Աբրահամյանը այսօր այս իրավիճակում ավելի որտեղ նա ավելի փորձառու է